Խելոք մնաս կսիրենք քեզ, լավ սովորես քեզ համար iPhone կառնենք, այս տարին գերազանց լինի գնահատականներդ քեզ կուղարկենք տատիկի մոտ ամառը կհանգստանաս, լավ սովորես քեզ համար հետաքրքիր նվերներ կգնենք, ընդունվես համալսարան քեզ համար մեքենա կգնենք, բանակում խելոք որ ծառայես վերադառնաս քեզ համար տուն կգնենք, կարող եմ անվերջ շարունակել այս ցանկը, սա ավելի շատ ոչ թե երեխայի բարին կամենալն է, այլ երեխայի հետ առևտրային հարաբերություններ ունենալն է և հետագայում հասուն կյանքում արդեն նման դաստիարակություն կամ նման մոտեցում ստացած մարդը լավ կրթություն է ստանում, հասնում է պաշտոնի, ձեռք է բերում շրջապատ, բայց ոչ մի կերպ նրա ներսի դատարկությունը կարծես չի լցում, նա անդադար փնտրում է օբյեկտներ, սուբյեկտներ, այսինքն մարդիկ, երևույթներ, պաշտոններ, որպեսզի արտաքին աշխարհից ստանա համոզմունքներ, որ ինքը լավն է, որ ինքը արժանի է սիրո, այսինքն այս մարդուն սիրում հարգում են ինչ-որ բանի համար, ոչ թե նրա համար, որ ինքը գոյություն ունի, ոչ թե նրա համար, որ իր մազերի գույնը սև է կամ այլ գույնի է, այլ որ նա ունի ինչ-որ չափի գումար, որ ունի զբաղեցնում է ինչ-որ պաշտոն, նման մոտեցում ստացած մարդը շատ հաճախ օրվա ընթացքում ունենում է անիմաստության զգացում, դատարկության զգացում, մենակության զգացում, նա կարծես անդադար մրցավազքի մեջ է, անդադար պետք է նորանոր հաջողություններ ստանա, նորանոր հաղթանակներ ունենա, որովհետև երբ որ նա կանգ է առնում, երբ որ նա չի գործում, չի շարժում, ձեռքբերումներ չի ունենում, նրան և թվում է և հաճախ նրա շուրջը այնպիսի մարդիկ են հավաքված լինում, ովքեր որ նույն իր ծնողի պրոյեկցիան են, այսինքն իր հետ վերաբերվում են այնպես, ինչպես որ վերաբերվել են իր ծնողները, պետք է լինես լավը, պետք է ունենաս այսինչ բանը, պետք է ունենաս այսքան փող, պետք է ունենաս այսինչ պաշտոմը, պետք է մեր ցանկություններն ու պահանջները բավարարես, որպեսզի քեզ սիրենք, հարգենք, քեզ հետ շփվենք և այս մարդու ամբողջ կյանքը վերածվում է առևտրի, նրա մոտ հետևյալն է, եթե ես ոչ մի բան չունենամ, եթե ես բարձր պաշտոն չզբաղեցնեմ, ես ոչ մի բանի պետք չեմ և հաճախ այս մարդիկ կախված են արտաքին աշխարհի երևույթներից, մարդկանցից, նյութականից, եթե դուք ինքներդ ունեք նման խնդիր և արդեն 25, 30, 40, 50 տարեկան եք, սակայն հասկանում եք, որ ինչ-որ բան այն չէ այս աշխարհում, ինչ-որ բան այն չէ սեր ստանալու համար, հարգելիներս, ձեզ մոտ կարծում եմ ժամանակն է, որպեսզի դուք դիմեք մասնագետի և մասնագիտական օգնություն ստանաք, որովհետև ինչ-որ ժամանակ հոգեկանը կարողանում է այս սցենարով ապրել, մանկության տարիներում սա միակ տարբերակն է եղել ձեր համար, որի միջոցով դուք կարողացել եք առնել սերը, բայց սերը առնովի չի, սերը վաստակելով չի, սերն ու հարգանքը լինում է զուտ նրա համար, մարդը ստանում է նրա դիմաց ինչ որ ինքը կա և ձեր շրջապատը միանշանակ, եթե ոչ ամբողջությամբ, ապա գերակշռող մարդկանց քանակը փոխվելու է, երբ որ դուք անցնեք հոգեթերապիա և հաղթահարեք այս խնդիրը, այսինքն ձեր ներսի դատարկությունը փորձեք գտնել ու լրացնել, լուծել այդ հարցը, ձեր շրջապատը մաղվելու է, ձեր կողքի այն մարդիկ, ովքեր որ ձեր պաշտոնի, ձեր գումարի, ձեր կարողությունների համար են ձեզ հետ շփվում, այլևս ձեր հետ չեն մնալու, որովհետև դուք հասկանալու եք հետևյալը, որ դուք ոչ թե մարդ դառնում եք, այլ դուք մարդ ծնվում եք, ոչ թե դուք պետք է սերը առնեք, այլ սերը անվճար է տրվում, ոչ թե պետք է ինչ-որ բան անել, որպեսզի քեզ հարգեն, այլ զուտ դուք կաք, դուք գոյություն ունեք, դուք այդ տեսակ մարդ եք և հավատացած եղեք ցանկացած բնավորություն ունեցող մարդ միշտ աշխարհում ունի այնպիսի մարդկանց խումբ, որ հենց իրեն կհարգեն, կսիրեն, կընդունեն այնպիսին, ինչպիսին ինքը որ կա, ինչքան էլ որ մենք հոգեթերապևտներս փորձում ենք անգնահատողական լինել հոգեթերապիայում, բայց միևնույն է արտաքին աշխարհում միանշանակ լրիվ ամբողջությամբ մարդիկ սովոր չեն մարդկանց գնահատել կամ ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, բայց մենք ծայրահեղություններից ծայրահեղություն չընկնելու համար հետևյալը կարող եք անել, որ ոչ թե ձեր կողքի մարդկանց 90%-ը ձեզ հարգեն ընդունեն ինչ-որ բանի համար, այլ գոնե այդ քանակը կքչանա, այլ եթե նախկինում եղել է 100 հոգի, որ ձեր կարողության համար է ձեզ սիրել հարգել, հոգեթերապիայի ընթացքում կամ այս հարցը, այս մոտեցումը փոխելու ընթացքում գոնե այդ թիվը կիչնի, այսինքն
հավանաբար ավելի կշատանան այն մարդկանց քանակը, ովքեր որ ձեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին որ դուք կաք։ Եվ ամենակարևորն եմ ուզում նշել, որ այս խնդիրը ոչ թե լուծվում է այլ մարդկանց վրա ազդեցություն թողնելով, այլ իրանցից հրաժարվելով, հեռանալով, այլ այս խնդրի լուծումը, երբ որ մարդը ինքը անձամբ սկսում է տեսնել իր լավ կողմերը, սկսում է հարգել իրեն, սկսում է իրեն ընդունել, փորձել իրեն ընդունել իր թերություններով հանդերձ, իր դժվարություններով, տկարություններով, բարդություններով հանդերձ, եւ այն սերն ու ջերմությունը, որը որ առանց առևտրի չեք ստացել մանկության տարիներում կամ փոքր ժամանակում, երբ որ դուք սովորեք ձեր մեջ նաև լավ կողմերը տեսնել, ոչ թե ձեզ հարգել նրա համար, որ դուք ունեք 5 միլիոն դոլարի կարողություն, այլ դուք Կարլենն եք, Կարենն եք, Աննան եք, զուտ նրա համար, որ դուք մարդ եք, դուք այս աշխարհում գոյություն ունեք, որ անգամ եթե քրիստոնյա եք, եկեք ավելի այս տրամաբանությունից ձեզ ներկայացնեմ։ Ինչ եք կարծում, Աստված ձեզ սիրում է նրա համար, որ դուք ունեք ինչ-որ կարողություն, թե զուտ նրա համար, որ դուք կաք, որ դուք ապրում եք, որ դուք այս աշխարհում եք, որ այս աշխարհի պատմություն կերտողներից մեկն եք։ Հենց սրա համար է Աստված ձեզ ստեղծել կամ Աստված ձեզ սիրում։ Իսկ եթե ձեր հայացքները կրոնական չեն, այլ զուտ կամ հակակրոնական են, նաև ուշադրություն դարձրեք նրա վրա, որ այս աշխարհում ամբողջ պատմության ընթացքում մարդիկ, բոլոր ուսուցիչները, բոլոր առաջնորդները, բոլոր բարձր արժեքներ կրող մարդիկ սովորացրել են սիրիր ինքդ քեզ, ճանաչիր ինքդ քեզ եւ կարծես կյանքի աշխարհի ապրելու հաջողություններ հասնելու գաղտնիքներից մեկը հենց սերն է, հենց այն բանալին, որը որ բազում դռներ է բացում, դա կարծես սերն է, դա այդ ուսմունքները հենց սիրո մասին են խոսում։ Եվ առաջին կոնտակտը, որ սիրո մասին կարող ենք խոսալ, դա կոնտակտ ինքդ քեզ հետ է։ Էգզիստենցիալ հոգեթերապիայում գոյություն ունի եռամակարդակ հարաբերություններ, հարաբերություն ինքս ինձ հետ, հարաբերություն մարդկանց հետ, հարաբերություն աշխարհի հետ։ Երբ որ ես կարողանում եմ արդեն ինձ սիրել, հարգել, ոչ թե լինել էգոցենտրիկ, այլ լինել առողջ իմ եսը հարգող, սիրող, խնամող, ապա աշխարհն ու մարդիկ են ինձ արդեն սկսում սիրել։ Ռուսերեն այսպիսի մի արտահայտություն կա՝ «Какой привет, такой ответ»։ Նաև կա էխոյի օրինակը, հա, ինչպիսին քո արձագանքն է, քո բառերն են, այնպիսին քո էխոն է։ Նույնը քո հոգեկանի ու քո ֆիզիկական մարմնի հետ կոնտակտն է։ Եթե դու սիրով ես տրամադրված քո անձի, քո հոգեկանի, քո մարմնի հանդեպ, նույնանման վերաբերմունք է ձևավորում արտաքին աշխարհում, հայելյանման է կարծես այս ընկալումը, բայց սա այնպես սիրուն բառերով ասելով չէ, դրա վրա պետք է աշխատել, որպեսզի հասնել նրան։ Գուցե դժվար է, գուցե բարդ է, բայց անհնարին չէ։ Այսքանը սիրելիներս, գնահատեք ձեզ, հարգեք ձեզ, քանի դեռ ունեք հնարավորություն, ներդրում կատարեք ձեր անձի վրա եւ կկրկնեմ հայտնի հոգեթերապևտի արտահայտությունը, մարդու կյանքի ամենաառաջնային ու կարևոր գործունեությունը դա իր հոգեկան առողջությունով զբաղվելն է։ Ամենամեծ ներդրումներից մեկը դա նաև հոգեթերապիա գնալն է։ Եթե հոգեթերապիան դառնում է քո կյանքի ամենակարևոր իրադարձությունը, ապա հոգեթերապիան այսօրվա դրությամբ հայտնի ճանապարհներից մեկն է, որպեսզի դուք կարողանաք ձեր անձը ավելի բարելավել։ Հոգեթերապևտը ոչ թե միայն աշխատում է բարդ հոգեկան խանգարումների հետ, տագնապային խանգարումների հետ, հոգեթերապևտի հետ աշխատանքը նաև ինքնագնահատականի մասին է, անձնային աճ ունենալու մասին է, ինքդ քեզ սիրել հարգելու մասին է, քեզ ճանաչելու մասին է։ Օգտվեք այդ հնարավորությունից, որովհետև կյանքը վայրկյանական անցնում է եւ գալիս է մի տարիք, երբ որ դու աչքերդ բացում ես կամ հետ ես նայում, արդեն տեսնում ես, որ այն ճանապարհը, որը որ քեզ տրված էր 1-ից մինչև 80 կամ 90 կամ 100 կամ 70-ը, մեկ էլ տեսնում ես արդեն 30 ես, արդեն 50 ես եւ շատ քիչ է մնացել ավարտին։ Մի թողեք բանը հասնի նրան, որ ձեզ չթվա թե անդառնալի է, քանի դեռ հարցերը դառնալի են եւ նաեւ այն հայտնի ասացվածքը «Лучше поздно, чем никогда», ապա օգտվեք այդ հնարավորություններից։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, հարգեք, սիրեք ձեզ։